Բարև ձեզ մեծարգո տիկին փոխնախարար, հյուրեր, ողջունում ենք ձեզ մեր դպրոցում։ Ինչպես գիտեք, 2025-26 ուսումնական տարին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարված էր անվտանգ և ապահով կրթական միջավայր ունենալու տարի։ Ամբողջ տարվա ընթացքում կատարել ենք մեր աշխատանքը ինչքանով կարողացել ենք, գնահատականը կտաք այսօր դուք, բոլոր միջոցառումները, սեմինարները փորձել ենք կառուցել այդ շրջանակներում եւ անվտանգությունը մեր դպրոցում մեկ տարվա աշխատանք չէ եւ շարունակական է, տարբերվող ենք եւ չենք կարող մենք միայն մի փոքր մաս ապահովելով կարողանանք այդ միջավայրը գտնել ապահով եւ անվտանգ։ Եվ մեր հաշվետվությունը փորձել ենք կազմակերպել այս ձևաչափով։ Կարող եք նստել։ Ո՞վ է սիրում գիծ կարդալ։ Այս կողմը մեծերը էլ չեն սիրում, փոքրերը սիրում են, հետո մեծանում են էլ չեն սիրում։ Սիրում եք։ Բացի դասագրքերը նկատի ունեմ գեղարվեստական կարդում եք։ Մեկ դասարան է, երկու դասարան, որ դասարան է։ Հա, երկու յոթ։ Եկել եք նվագում երաժշտական գործում։ Բոլորը նվագում են։ Բայց բոլորը հողային։
Կանոն։ Ով է կանոն նվագում։ Ես Սիրում եք նվագել։ Դե փողային նվագախումները շատ լավն է, ես շատ սիրում եմ ամեն տարի շատ վայելում եմ ձեր փողային նվագախումբի համերգը, վստահ եմ, որ դուք էլ սիրում եք, չէ՞ նվագել։ այո։ Իսկ կա մարդ, որ պլանավորում է երաժիշտ դառնալ, որ հետագայում մտածում է կշարունակեք այդ ուղղությամբ, քոլեջ կսովորեք, կոնսերվատորիա կսովորեք, հա՞։ Ապրեք դու։ Բա մյուսները ինչ են մտածում։ Այլ մասնագետ, բայց համել երաժիշտ նվագել իմացող։ Դու ինչ ես որոշել դառնալ, մտածել ես։ Գալարափողով առաջ եմ։ Գալարափողով, հա, դու ես որոշել երաժշտությամբ առաջ գնալ, ապրես շը։ Բա դու մտածել ես, թե դեռ չէ։ Դու ես 7-րդ դասարան։ Չէ, փոքր ես եկել ես յուր։ Իսկ լավ է, որ տարին ավարտվում է արդեն։ Չէ։ Հա։ Իսկ ինչ որ բաներ սովորեցիք, այս տարին անվտանգության տարի էր ու մեր համար կարևոր էր, որ մեր բոլոր երեխաները դպրոցում իրենց անվտանգ զգան։ Հատկապես ձեր դպրոցը մի քիչ յուրահատուկ է, որտեղ կան երեխաներ, որ գիշերում են, չէ՞, ոչ բոլորը դեք։ Ուրեմն նշանակում է նրանք ովքեր գնում են, իրանք էլ ավելի ապահով իրենց զգան։ Սովորեցիք այս տարի ինչ որ բաներ, թե ոնց ձեզ պաշտպանեք, եթե հանկարծ ինչ որ բան ինչ լինի ձեր շուրջը, ում պիտի դիմեք, ինչ պիտի անեք, սովորել եք։ Եվ երեխաները եթե կարելի է իրենք Խոսքում եք, հա, այստեղ խոսում ես չէի թողել, որ դու ձեր օգտվում ես։ Սանտան եւ ապօրինություն ստուգում ոստիկանությունները ոստիկանությունը պարզապես օրենսդրի մարմին չէ։ Այն մեր անվտանգության երաշխավորն է, թե փողոցում, թե դպրոցում։ Դպրոցում մենք սովորում ենք աշխարհաճանաչ դառնալ եւ մտածել, բայց անվտանգ միջավայր ստեղծելու համար անհրաժեշտ է նաեւ հսկողություն եւ կարգապահություն։ Այդտեղ է հիմնական դերակատարը ոստիկանությունը, հսկում է դպրոցների անվտանգությունը եւ վտանգավոր իրավիճակները։ Ոստիկանությունը պայքարում է աչքափաստերի շրջանում ծխելու էներգետիկ ըմպելիքների եւ վնասակար սննդի տարածման դեմ, պաշտպանում են մեր առողջությունը։ Մենք հաճախակի հանդիպումներ ենք ունենում ոստիկանների հետ, ովքեր բացատրում են օրենքներն ու մեր իրավունքներն ու պարտականությունները։ Նրանք սովորեցնում են, թե ինչպես ճիշտ վարվել վտանգավոր իրավիճակներում եւ լինել ապահով։ Այս ամենը օգնում է, որ դպրոցը լինի խաղաղ, ապահով եւ բարեկամական միջավայր։ Անվտանգ դպրոցը նշանակում է առանց բռնության, առանց դատաստությունների եւ առանց վախեցնելու հնարավորություն։ Սիրելի ոստիկաններ, շնորհակալ եմ ձեր պատասխանատու եւ դժվար աշխատանքի համար։ Դուք պահպանում եք մեր անվտանգությունը եւ դպրոցականների կողքով։ Շնորհակալություն ձեզ մեր խաղաղ ու անվտանգ միջավայրի համար։ Անվտանգ եւ ապահով կրթական միջավայրն է, որովհետեւ օրինապահ է։ վերջ։ Ապրեք շատ, իսկ դուք չեք լարում, որ դպրոցում ոստիկաններ լինին։ Դες ավելի ապահով եք զգում։ Չէ՞։ Չեք լարում։ Դες սովորաբար մարդիկ ոստիկան տեսնել միշտ լարում են, օրինակ ես մեքենա եմ վարում, աշխատում եմ միշտ կանոններով վարեմ, բայց որ կողքս ոստիկանի մեքենա հայտնվում, անկախ ինձանից լարվում եմ, որովհետև մտածում հանկարծ մի բան խախտում չանեմ, երբ ինձ նկատողություն անեմ, չեք լարվում դու։ Գիտեք, որ ոստիկանները նրա համար են, որ մեր անվտանգությունն ապահովեն, որ մարդիկ կանոններին ու օրենքներին հետևեն, չէ՞։ Իսկ դուք պարտադիր եք ինչ-որ մեկը հսկի, որ կանոններին հետևեք։ Արդյոք հնարավոր է մարդու միշտ հսկել։ Պետք չի, չէ՞։ Պիտի սովորենք ինքներս մեզ հսկել ու կարողանալ այնպիսի վարք դրսևորել, որ ուրիշներին չվնասենք, մեզ չվնասենք։ Սովորում եք ամեն ինչը սովորել եք ու հետևում եք դրան։ Կրիվներ անում եք իրար մի կուճուր։ Բայց պիտի չափի իմանաք, այ որտեղից վտանգավոր կարող է լինել։ Թե չէ սուրից մտից կրիվներ ոնց է լինի կլինի, էլի։ Երեխաներ եք, խաղում եք, խոսում եք։ Աղջիկները քիչ են ոնց որ։ Մեծ մասը Հային կողմում են։ Դե ապրեք, շնորհավորում եմ, ուսումնական տարին մոտենում է ավարտելու մի շաբաթ մնաց։ Հուսով եմ ամռանն լավ կհանդստանաք, դպրոցին շատ կկարոտեք, գրքեր կկարդաք, բակում կխաղաք։
մեծացած մյուս տարի կդարոսկոց։ Լավ։ Մեր երեխաները բացի մեկ գործիքից, երկրորդ գործիք բոլորը պարտադիր դաշնամուրել են նվագում ու մեր դպրոցը քոլեջի կարիք չի ունենում, որովհետև այստեղ ավարտելով քոլեջի ծառայությունն էլ այստեղ մատուցվում է, միանգամից այո, գնում են բարձրագույն հաստատություն։ Երեխաները ամաչեցին, ովքեր ուզում են երաժշտության ուղղությամբ գնալ, մեծ մասը Սենսիրը ոստիկաններից է տվախում։ Բարանդու ոստիկաններ։ բարև ձեզ։ Դուք որ դասարան եք։ Ության։ Էլի մասը այնտեղ է նվագում ես չափում։ Եվ ինչ եք մեզ ներկայացնելու։ Փրկարարծառայություն։ Երբ է անհրաժեշտ լինում փրկարարծառայություն։ Լավ, դուք պատրաստած հաստատ մի բան ունեք։ Ես Սվաջան այդ փրկարարծառայության պետն է, պետի որոնք մեր գործում բարբերաբար այսպես քրդեհային ինչ-որ պայմանական ինչ-որ բաներ են անում։ Արտակարգ իրավիճակներում չէ պետք լինում փրկարարծառայությունը։ Իսկ դուք գիտեք ինչ արտակարգ իրավիճակներ կարող են լինել։ Ջրհեղեղ, Եկ սովորել եք, որի դեպքում ինչպես պիտի պաշտպանվեք։ Հա? Օրինակ երկրաշարժի դեպքում ինչ պիտի անեք, պիտի վազեք աստիճանաբանդակը։ պետք է Ճապի չվարդավեք։ Եթե վարձաշ հարկերում ենք, վերելայքից վերելայքից ու աստիճաններից չօգտվենք, մնակցությունների տակ, եթե բան չի, աստիճանների կայուն չի ունենք պատուանից, Բայց եթե շատ բարձր հարկ երկրորդ հարկի առաջինից երկրորդ։ առաջինից երկրորդ չլսեցի։ Չմտածեցի վերևներից էլ եք ուզում տեսեք, օդապարիկ է պետք լինել։ Բարակայում մեր եկեք կան պարանայի վարժություններ սովորել։ Ուսանք այդպիսի իրավիճակներ չեն լինի։ Մասը երբ գալիս են, վերջում այնտեղ կա ու ինչ անում է, այստեղ մի հատ շորս գալում, այդ ջրերի տարբեր տեսակի շատրվաններ կանում, այդ երեխաները անհասիրած մասներ, ոչ մերներ, շնորհակալություն ստացան, այդ ստացված Իսկ ձեր դպրոցի տարհանման պլանին ծանոթացել եք, գիտեք, որ հանկարծ արտակարգ իրավիճակ լինի, որ ելքով պիտի դուրս գա, որ միջանցքով ոնց պիտի։ Այդ շատ կարևոր է, չէ՞, ու կարևորը ձեր տներում է։ Օրինակ, պարզ է տներում տարհանման պլաններ չկան, բայց ամեն դեպքում կարևոր է մարդ իմանա, եթե հանկարծ ինչ-որ բան պատահի, ինչպես ինչ վարք պիտի դրսևորի, ինչպես պիտի տեղաշարժվի, որ ապահովի։ Օրինակ, նախանցյալ տարի էր, չէ՞, հիշում եք Լոռիում ինչքան շատ անձրև եկա, որ ջրհեղեղ է։ Կարծում ենք Հայաստանում ջրհեղեղ չի լինի, մենք այդքան շատ անձրևներ չունենք, բայց Լոռիում տեսա, որ մարդիկ երբեմն լավ պատրաստված չէին, չէին պատկերացնում ինչ պիտի անեն։ Իսկ եթե դպրոցում սովորեք, այդպիսի աստված չանի, եթե այդպիսի իրավիճակներ լինի, արդեն կարողանաք ավելի պատրաստված լինել։ Ինչ-որ բաներ իրենք ասել։ ողջույն սիրելի բարեկամ, դուք հյուրընկալել եք արտակարգ իրավիճակներ ներկայացնող տաղավար։ Այն մեծ դեր ունի դպրոցի և դպրոցականների կողմից։ Փրկարարծառայությունը այն կառույցն է, որը միշտ պատրաստ է օգնության հասնել վտանգի պահին, լինի հրդեհ, երկրաշարժ կամ այլ արտակարգ իրավիճակ։ Մեր դպրոցը պետք է լինի ոչ միայն մասնագիտացված, այլ նաև անվտանգության վայր։ Արտակարգ իրավիճակները կանխարգելվում է փրկարարծառայությունը, հրդեհային անվտանգության կանոնների, տարհանման վարժանքների և արտակարգ իրավիճակների մասին ուսուցումը կազմակերպվում է փրկարարծառայության աջակցությամբ։ Արտակարգ իրավիճակներում սովորել եք ճիշտ արձագանքել վտանգի դեպքում և արագ գործել։ Փրկարարծառայության մասնագետները հաճախ այցելում են դպրոցներ, բացատրում անվտանգության կանոնները և օգնում, որ պատրաստ լինենք արտակարգ իրավիճակներում։ Վտանգը երբեք չի զգուշացնում, բայց մենք կարող ենք պատրաստ լինել, եթե իմանանք արտակարգ իրավիճակների քայլերը։ Եվ հենց այդ գիտելիքն է, որ կարող է կյանքի փրկել։ Փրկարարծառայությունը ոչ միայն փրկարար է, այլ նաև ուսուցիչ է։ Մենք նրանցից սովորում ենք լինել ուշադիր, պատասխանատու և կազմակերպված։
Եվ վերջում ուզում ենք ասել, փրկարար ծառայությունը միշտ մեր կողքին է։ Շնորհակալություն ձեր քաջության եւ մի համար։ Դուք պահպանում եք մեր կյանքն ու անվտանգությունը։ Դուք սովորեցնում եք մեզ ճիշտ ապրել եւ ճիշտ արձագանքել վտանգներին։ Անվտանգ եւ ապահով կրթական միջավայր ունենք, որովհետեւ անվտանգ ենք։ Ապրեք շատ։ Իսկ որևէ մեկը ուզում է դառնալ փրկարար, շնորհակալություն ձեզ։ Մեկը մտածում, ուզել ես փրկարար դառնալ, այս դու։ Ամեն երեկո կողան ծառայեցնանցը գիշերակցի դրական եւ ծայրակների եւ հավատալի որ Մայրցաներով միշտ գրանցում Աստված մի արասի առաջին որ մեկում են դեպքի վայր, դին դե ինչ-որ կլոզում, առաջին մարդկային կյանք համար մնացած որ գույք մնացածը առաջինը մենք պետք է իմանանք քանի ուղի կա շենքի ներսում, քանի ուղի է եղել, որ ըստայնում որոշում կայացի 120 գիշերով է։ Գիշերով եւ թիվը փոփոխական բայց մոտ 120 օրինակ այս գիշեր 101 է։ Եվ այդ թիվը ամեն օր դժգույրը զանգում է գիշերով։ Իսկ երեկոյան ինչ եք անում, որ մնում եք։ Դասապատրաստում։ Դե դասապատրաստում պարտադիր բան է, հետո այն ձեր ազատ ժամանակը։ Մեր ազատ ժամանակ հիմնականում զբաղվում ենք թերևանով Խմբով եք ամ, թե ամեն մեկը ձեր առանձնանում եք ձեր ուզած։ Խմբովել ենք ամ, Իսկ ինչ եք սիրում շատ անել։ Օրինակ որ ազատ եք միանգամից ինչ եք, սեղանի խաղեր, ինչ խաղեր խաղում։ Վոլե դրսի։ Հա դրսում, պատային խաղեր։ Դե հիմա այլ եղանակ արդեն կապացավ, ինչ սպորտով եք զբաղվում, ինչ եք սիրում։ Բայց դրսում ինչ խաղեր եք խաղում, վալեբոլ։ Մեկ սեթ Դահլիճում է։ Բայց դրսում չունեք, մարզադաշտ չունեք դրսում, մարզադաշտ չունեք։ Ուրիշ տեղ է գնացել։ Դե ձեր դպրոցում շատ կան խնդիրներ շենքի հետ կապված, տեղյակին խոսով ենք առաջիկայում կարողանանք կարգավորել խնդիրները, որովհետև մեզ համար շատ կարևոր է, որ մեր բոլոր երեխաները լավ սովորելու հնարավորություն ունենան լավ շենքային պայմաններում։ Հատկապես եթե դուք էլ երկար եք ունում դպրոցում գիշերում եք, այդ ավելի կարևոր է, որովհետև մի քանի ժամ չեք դպրոցում, այլ ավելի երկար եք անցկացնում, հետևաբար այդ հարմարավետությունը ապահովելը էլ ավելի կարևոր է հուսով եմ եւ իթե տեսած կլինի մեր հանրապետությունում բազմաթիվ դպրոցներ են կառուցվում, հաստատ նախանձով եք նայում, ասում եք բա մեր հերթը երկհագարու, դուք հերթի մեջ եք եւ անպայման դա մենք մեր պլաններն ունենք, որ առաջիկայում ձեր դպրոցի մասով եւս այդպիսի աշխատանքներ անենք ու դուք էլ ունենաք բարեկարգ դպրոց։ Ու դու էլ որ դառնաս փրկարար, կգծվես դպրոցին, որ այս դպրոցին տեր լինես ու շատ լինես, ամեն ինչ լավ լինի։ Իսկ գիտես փրկարար դառնալու համար ինչ պիտի անես։ Բայց հետո գիտես ոնց պիտի շարունակես, որտեղ պիտի սովորես, պիտի դպրոցին խնդրես, քո դասղեկին, օրինակ, կամ մասնագիտական կողմնորոշում 8-րդ դասից անցնում եք, չէ՞։ Ասա, որ քեզ բացատրեն, թե դու որտեղ պիտի սովորես, որ կարողանաս դառնալ փրկարար, հենց այնպես չեն դառնում փրկարար, սովորում են, չէ՞ որ դառնում են։ Դե կգնաս ու սովորես։ բազայի վրա ակադեմիա կա։ Դե պիտի քեզ պատմեն, որ դու որոշես ոնց ես անելու, որ փայլերի հաջորդ պատանությունը։ Ես եկել ես, հա, բակում խաղալուց, թե կռիվ եք արել, ճիշտ է ասեմ։ Թե իրար հրմշտել եք։ Դե հաջողությունները շնորհավորում եմ, նոր ուսումնական տարին ավարտում արդեն։ Ինչքան էլ դպրոցի սիրում եք ազատեցում եք վայել եք ամառը, ստանա, պետք է կարողանալ խաղալ, մեծանալ, այս տարի ձեզանա կարևոր տարի է, հասարակի հիմնական դպրոցի ավարտի տարի, ուսումներ եք տալու, ուսում եմ, որ լավ կարողանալ ամեն ինչ Շոքել եք արևան կեծեք վերա, շոքել եք չէ, իմանում եք, բայց թե արդեն ուզում եք փախտեքներ։ Իմանում եք։ Իսկ որ դասարանցիներն եք։ 5 ու 6։ Ինչ եք մեզ պատմելու։ Բարև, ինձ էլի բարև։ Ասում է լավ էի պատմել,
չի հանդանան, համ ուշներ։ Մենք բոլորս էլ արկածախիցներ ենք։ Մենք խաղում ենք կոտայում, մենք վազում ենք սայքլում, մենք երկու պահք ենք ուտում դրանում, ու հետո զարմանում։ Այս ջերմությունը որտեղից եկավ։ Վազելու մեզ է հասնում բյուրոկրատիությունը։ Օգնություն պետք է լինի ոչ միայն արագ, այլ անհետք։ Սկսեք սոնդից, եթե սոնդի կանոնները ճիշտ չեն պահպանվել, ապա այն կարող է դառնալ ոչ թե համախմբություն, այլ անպլան արձակում տալ կողմ։ Կարևոր է հիշել, մաքուր ձեռքեր գումարած թարսոնում հավասար է առողջություն, եթե ոչ հետաքրքիր արկածներ բժշկի սենյակում։ Իմ սիրելի բարեկամ, եթե ընկերդ վնասվել է, առաջի քայլը խոճապի մատնվելը չէ։ Չնայած երբեմն դա շատ բնական է, այլ հանգստություն պահպանել եւ տա պարմինեին կամ արուսնի կանչել։ Վերքը պետք է մաքրել եւ վիրակապել։ Վնասված խնդիր չէ, եթե ձեռքերդ մաքուր են եւ անվտանգ։ Հիմա խոսենք ջերմությունից։ Ջերմությունը բացարձակ կլիմատի վերմակի տակ, ինչպես ձմռան պաշար, ապահովում ենք հանգիստ, շատ հեղուկներ եւ անհրաժեշտության դեպքում ջերմիջոցնող միջոցներ, այն էլ բուժկետում եւ բժշկի հսկողության տակ։ Եվ վերջապես ամենակարևորը՝ մաքրությունն ու խնամքը։ Մաքուր միջավայր հավասար է առողջ կյանք, անմաքուր միջավայր հավասար է հիվանդությունների բաց դեպքեր։ Միկրոբները շատ աշխատասեր են, բայց վախենում են օճառից։ Վերջում լուրջ հումոր։ Եթե չենք ուզում հաճախ բարևել բժշկին, պետք է շատ հաճախ բարևել օճառին եւ ջրին։ Ավտել եւ ապահով կրթական միջավայր ունենք, որովհետեւ առողջ ենք։ Ապրեք շատ։ Իսկ հիշում եք, թե մեծերն են հիշատվում, որ ուտելուց առաջ պիտի եք լվացել։ Հիշում եք, չէ՞։ Լվացվելը ամենակարևոր բաներից մեկն է։ Օրվա մեջ բարբերաբար, իսկ ուտելուց առաջ բարբեր։ Առաջել եղունգները կտրել, առաջել հետո էլ, դա հետոն է բնականաբար։ Եղունգները կտրելը հետևելը, հետևում եք, չէ՞ ձեր մարդը։ Այո։ Որտեղ դրանով է պայմանավորված բժշկի մոտ կհայտնվեք, թե չէ։ Ո՞վ է բժիշկներից, ով չի սիրում բժշկի գնալ։ Սիրում եք? Սիրում եք բժշկի գնալ։ Ո՞վ կարելի է սիրել բժշկի գնալ։ Բժիշկները սիրում են գալ։ Ձեր մոտ են սիրում գալ, դրա համար են ասում։ Իսկ առողջ ապրելակերպ անցնում եք, չէ՞։ Այո։ Սովորում եք, չէ՞, առողջ սնվելը ինչ է, ինչպես պիտի սնվեք։ Ո՞վ է սիրում չիփսեր։ Բայց գիտեք, չէ՞, որ չիփսերը առողջարար չէ։ Գազավորված ըմպելիքները, կոկա-կոլա, չգիտեմ, ինչ սիրում եք։ Սիրում եք, բայց ոչ եք ասում, որովհետև գիտեք առողջարար չի։ Մի քիչ երևի թե կարելի է, բայց պիտի փորձեք ավելի շատ առողջարար սնունդ ուտել։ Գիտեք ինչն է առողջարար։ Բանջարեղենը, միսը, չէ՞, էլ ինչ։ Սպիտակուցները, ձուն, կապը։ Ինչ այստեղ ուտում եք, ասեք ծայրից կան։ Դպրոցում վստահ եմ բոլորդ առողջարար սնունդ եք։ Այո, չգիտի մենք չենք։ Սկզբունքն է ուտում, սպասում ենք մեր անհրաժեշտ ժամանակը լրանա, նայում ենք, հետո շարունակում ենք ուտել։ Ապրեք շատ։ Իսկ դուք երեկոյան ինչով եք զբաղվում, եթե մնում եք դպրոցում։ Դասերով։ Որ դասերը վերջացնում եք, ազատ եք լինում, արդեն ինչ եք անում։ Մեկ խաղային ենք դուրս։ Իսկ որ ձմեռա լինում, ցուրտ է լինում։ Դասարանը։ Ինչ եք խաղում դասարանում։ Մոնոպոլիա։ Ունեք խաղեր մոնոպոլիա։ Շաշկի։ Շաշկի, ո՞վ է չեմպիոնը շաշկի։ Դու հաղթում ես։ Շախմատից լավ։ Ես լավ եմ շախմատից։ Շախմատից ուժեղ ես։ Նույնը շաշկից գրքեր ես։ Հիմա կա՞ ինչ որ կարդում ես։ Սարի չապրիլի կյանքն ես կարդում, շատ տխուր է։ Ջդալիս է, բայց նաև շատ ոգեշնչող է, որովհետև տեսնում ես ինքն ինչ դժվարություններով անցնելով ինչի է հասել։ Ու հասկանում ես, որ կյանքը նաև դժվարություններից է, բայց եթե նպատակ ես դնում, հասնում ես մեծ հաջողությունների։ Ապրես դու կարդում։ Ձմեռ պապից շատ ներողությունը բալիկները մեծ ամասամ գրքեր էին խնդրել։ Հա? Նույնը Չապլինը, այո, այո։ Դարձիր ձմեռ պապ մի երեխայի ու նամակներ են գրում, այստեղ գրել եք։ Այո։ Գրում են, մենք այդ նամակները տալիս ենք պայմանական ձմեռ պապիկներին եւ իրենք ճիշտ այն ինչ ուզել են, բերում են եւ տալիս են երեխաներին այդ Չապլինի գրքը, որովհետեւ մեզ ձմեռ պապին ասեց, ունեինք այդ երեխան որ բերել էր, ասեց գիշերին մոտ ա եղել ձմեռ պապին ասեց թողնեք սեղանում, ու մի 15 րոպե սենց այդ նամակները սպասում էր, ասում էր ես դնեմ
որ հանկարծ կարող է թափի ճանապարհը, այդպես դրել են ու այդ գրքերը եւ այլն։ Ի ուրախություն, ի ուրախություն ինձ ոչ մեկը հրավեր չէ։ Հեծանիվից սկսած մինչև գիրք երեխաները տուն են գնացել։ Հեծանիվ քշելով է սիրում, բայց հարթ տարածք ունեք, որ կարողանաք Այո, սա է։ Այսպես կտրվանների Գիտեք չէ, մենք սպորտային տարբեր մրցույթներ ենք կազմակերպում ու դպրոցները սկզբում օրինակ Երևան քաղաքում կամ մարզերում են մրցում, հետո հանրապետական փուլ է լինում։ Հենց որ ես վստահ եմ դուք բոլորդ նվագում եք, բայց սպորտն էլ է կարևոր։ Սպորտով էլ պիտի զբաղվեք։ Որ սպորտաձևերն եք սիրում։ Ֆուտբոլ։ Ֆիզկուլտուրայի դասատուն լրացուցիչ Վոլեյբոլ։ մի կլասնի զբաղվում է։ Ֆուտբոլ, վոլեյբոլ, մեկը բարկա։ Այդքան շատ բան ես սիրում, ֆուտբոլ ու շախմատ։ Ապրես դու, ու շաշկի է։ Ապրեք։ Դե ապրեք, դու ինչ ես ուզում։ Դու էլ ես շաշկի։ Ես էլ փոքր էի, ես էլ էի շաշկի շատ խաղում, բայց 100 տարի չեմ խաղացել։ Հիմա որ խաղանք հաստա դուք ինձ Համեցեք, այո։ Կհաղթեք ինձ, բայց հայտարարակ կլինի։ Դե լավ կլինի, որ հաղթեք։ Լավ կլինի, ով ուժեղը նա էլ հաղթում է, չէ՞։ Ապրեք, դե շնորհավոր ձեր նոր ուսումնական տարին ուսումնական ավարտում եք եւ նոր ուսումնական տարի այգով տարի սկսելու, ավելի լավ պիտի սովորեք, մեծանաք, խլացի ու մտածեք, թե ինչ եք դառնալու, չէ՞։ Ինչ մասնագիտություն եք ընտրելու, որտեղ եք սովորելու եւ այլն, ձեր կյանքը պլանավորեք։ Ապրեք շատ, հիմա արևի տակ եք մտնում, թե երևի դուք պիտի փախնեք ստեղից, որ արևի տակ հաջողություն։ Դասակ զգաս, սկսեք միջոցառումը։ Ձեզ է ողջունում Երևանի երաժշտական թիվ 13 մասնագիտացված դպրոցի պաշտպանված կազմը։ Պաշտպանության բանակը անվտանգ եւ ապահով կրթական միջավայրի հենասյունն է։ Հայկական բանակը մեր երկրի անվտանգության երաշխավորն է։ Զինվորի ծառայությունը խոսում է նրա պաշտպանության հրաշուշ մասնիկի մասին։ Մեր դպրոցն անվտանգ է, որովհետև ունենք հզոր բանակ, որը մեր խաղաղության գրավականն է։ Պաշտպանության բանակը կառուցվում է հստակ կանոնների եւ կարգապահության վրա, եւ այդ կարգապահությունը սկսվում է դպրոցից։ Դպրոցից է սկսվում ձևավորվել հայրենիքի պաշտպանությունը։ Սովորողները մշտապես անցնում են նախնական զինվորական պատասխան ուսուցում, մազումները վարժանքներ։ Հայրենասիրությունը եւ հոգեբանական պատրաստվածությունը շատ կարեւոր է սովորողի կյանքում։ Մենք բոլորս է պաշտպանում ենք մեր երկրի։ Պաշտպանության բանակը միայն զենքը եւ ուժը չէ, այն արժեքավոր համակարգ է։ Կարգապահություն, պատասխանատվություն, միասնականություն եւ հայրենասիրություն։ Այս արժեքները սկսվում են դպրոցից։ Արժեքավոր համակարգը դառնում է հասարակության պաշտպանը։ Այսօր յուրաքանչյուր սովորող լավ սովորելով եւ զարգանալով ապագայում դառնում է իր երկրի արժանի պաշտպանը, պատասխանատու զինվորն ու հայրենաց զավակը։ Բանակն ու կրթությունը մի համակարգ է։ Կրթված հասարակությունը ստեղծում է ուժեղ բանակ, իսկ ուժեղ բանակը ապահովում է կրթության անվտանգ միջավայր։ Դպրոց եւ բանակ կապը պարզապես պարտականություն չէ, այլ հանրաքելի կապ։ Բանակը պաշտպանում է հայրենիքի խաղաղությունը, իսկ մենք սովորողները ստանում ենք ապահով եւ անվտանգ կրթություն։ Անվտանգ կրթական միջավայր է ձևավորվում ու եղել պատասխանատու քաղաքացիներ։ Որքանում ապահովում է դպրոցը, այնքան ուժեղ է մեր ապագան կրթված ծերունդ ամուր բանը։ Եկեք արժևորենք կրթությունը, պահպանենք անվտանգ միջավայր եւ ամրապնդենք մեր երկրի ապագան։ Անվտանգ եւ ապահով կրթական միջավայր ունենք, որտեղ հզոր բանակ ունենք։ Դասակ զգաս, ակտիվ մասնակցության համար հայտնում եմ շնորհակալություն դասի։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Ազատ։ Ապրեք շատ, որ դասարանում եք սովորում։ Բոլորը 9 է եւ 10։ Ապագա զինվորներ։ Քննությանը պատրաստվում եք 9 օր դասարանում։ Դասում եք։ Ապրեք շատ, շնորհակալություն։
Բարև ձեզ, ձեր հերթն եք ախախտում։ Բարև ձեզ։ Լավ եք։ Ես ինչ լավ արևներ ունեք, ամպիկներ ունեք, ինչ եք մեզ պատմելու։ Ո՞վ է սկսելու։ Ես։ Դե սկսեք։ Դե մնա մենակ։ Մնա մենակ։ Հետո։ Պետք է դոկտորություն Գեր, ծիծաղելի ես։ Ինչ եք անում, դե բավական է, ես էլ եմ մարդ։ Բարի գալուստ, այստեղ դուք ոչ միայն կտեսնեք, այլև կզգաք, թե ինչ է բուլինգը։ Ապետք, դգեր, ծիծաղելի ես, ես ոչ չի սիրում, դե մնա մենակ։ Դուք կարող եք մոռանալ այս բառերը, բայց ուղղված են երբեք չի մոռանա, որովհետև այս բառերը պարզապես բառեր չեն, սրանք վերքեր են, որոնք չեն երևում։ Լսիր, գուցե սա ինչ-որ մեկի իրականությունն է։ Ես ամեն օր վախենում էի դպրոց գնալ։ Ես ոչ մեկին ոչինչ չէի ասում։ Ես մենակ էի ու այս ամենը մնում էր իմ ներսում։ Տես ինչ հագուստ ունի։ Հա, ինչ ծիծաղելի է։ Դու քչոտ ես։ Ես չեմ ուզում ծիծաղելի լինել։ Ես ուզում եմ պարզապես ընդունված լինել։ Եթե տեսնում ես, որ ինչ-որ մեկին ցավեցնում են, ապա դու ինչ կանես։ Կլռես թե կօգնես։ Լինել բարի, լինել ներողամիտ, լինել համբերատար, լինել հոգատար, լինել հանդուրժող եւ ամենակարևորը լինել ինքերասեր։ Մի բառը կարող է կոտրել մարդուն, բայց մի բառը կարող է նույնիսկ փրկել նրան։ Մենք բոլորս տարբեր ենք, բայց բոլորս մարդ ենք։ Ապրեք շատ։ Երկար ժամանակ ես կարծում եմ, որ ձեր ծաղրանքները իմ մասին են։ Ես ձեզ հավատում եմ, որ ես թույլ եմ և տգեմ։ Այսօր ես կանգնած եմ ձեր առջև և բարձրաձայն ասում եմ. ես ուժեղ եմ, իմ ուժը նրանում է, որ ես չկոտրվեցի։ Դուք չկարողացեք իմ երազանքները խլել իմ ձեռքից։ Ես այլևս չեմ կռելու, որովհետև իմ ձայնը ունի արժեք, իմ ձայնը լսելի է։ Ես շնորհակալ եմ իմ դպրոցին, ուսուցիչներին, մեր հոգեբանին, որ նրանք նկատեցին իմ տխրությունը և լսեցին ինձ։ Ու շնորհակալ եմ, որ մեր դպրոցում կան կանոններ, որտեղ հարգանքը ամեն ինչից վեր է։ Մենք կրկնում ենք բարությունը։ Սևամբիկների ուծեցի, չէ, ապրեք դու։ Ապրեք շատ։ Վստահ եմ, որ բոլորը գիտեք արդեն, չէ, որ որևէ մեկի չպիտի տակ ձեզ նեղացնի։ Իսկ եթե հանկարծ մեկը փորձի նեղացնել, ում պիտի պատմեք արագ-արագ, որ ձեզ պաշտպանի։ Ուսուցիչներին, հոգեբաններին, ծնողներին, ձեր ընկերներին, չէ։ Իսկ եթե հանկարծ տեսնեք, օրինակ ձեզ չեն նեղացնում, բայց այն կողմի վրա ինչ-որ մեկին նեղացնի։ Ու էլի մեծերին կասեք, պիտի պարտադիր մեծերին ասեք, որ մեծերը շուտ հասնեն օգնության։ Չէ, ու թույլ չտան որևէ մեկին նեղացնել։ Ես ավելի շուտ կգնամ օգնելու։ Դու կգնաս օգնելու, դե պիտի օգնես էլ, իհարկե։ Բայց նաև կարևոր է մեծերին էլ ասել, որ մեծերը կարողանան վերահսկել, որ հանկարծ չբարդանա այդ իրավիճակը, բոլորը իրար չսկսեն նեղացնել, չէ։ Այո։ Դե դժվար է այսպես ասել, որովհետև երբեմն կարող է կռվում եք, բայց պիտի ուշադիր լինեք, որ իրար չնեղացնեք, չէ։ Իսկ դու շատ լավ էիր խաղում։ Շատ լավ էի։ Ծեծեցին գնացի օգնեցի։ Ծեծում էին, դու գնացիր օգնեցիր, բայց ինչ արեցիր, մեկի կողմից մյուսին խփեցիր, թե առանձնացրեցիր, բաժանեցիր։ Առանձնացի։ Ապրես դու, թույլ չտվեցիր։ Խփել չէ։ Երբ որ կարելի է խոսելով պարզել, չէ՞ խնդիրները։ Բայց դու գիտես, որ բուլինգը լինում է նաև բառերով։
Գիտեք, որ կարող է բադ բառեր ասեն, նեղացնեն ու մարդը ճնշվի, գիտեք։ Իսկ այդ դեպքում ինչ պիտի անենք։ Էլի նույն ձևով պիտի թույլ չտանք, որ մեզ նեղացնեն ու պիտի մեծերին ասենք, որ պաշտպանեն, չէ՞։ Այո, ապրեք։ Հիմա որ դուք սենց խելացի եք ու այս ամեն չգիտեք, վստահ եմ, որ ոչ այդպիսի բաներ են լինում ձեր մոտ, ոչ դուք անտարբեր եք անցնում, եթե հանկարծ այդպիսի բան տեսնում եք, նույնիսկ եթե բակում եք տեսնում փողոցում, պիտի անմիջապես կռվում էին, բայց այդ բարձր տեղերից է պիտի շատ զգուշ լինես, որ հանկարծ չընկնի որևէ մեկը, չէ՞։ Ապրես դու, որ այդպես ու շատ իրես եղել ու քաջ ես եղել ու գնացել ես, օգնել ես ու բաժանել ես։ Իսկ դուք ո՞ր դասարանցի եք։ Երկրորդ։ Տարբեր դասարաններից եք, տարբեր դասարաններում բուլինգի մասին սովորել եք, ես ինչ խելացի եք, շատ ապրեք։ Իսկ ուրախացել եք, որ դպրոցը վերջացնում եք, արդեն արձակում։ Ինչի ոչ։ Կարոտում ենք։ Կարոտում եք դպրոցը։ Ուզում եք գալ դպրոց։ Կուզեիք ամառն է դպրոց լինել։ Այո։ Ովքեր են գիշերում։ Ես։ Ես չափի գիշերով։ Ոչ ինչ, մարդիկ ում դժվար է գնալ դուրս, գիշերում են այստեղ։ Վստահ եմ երեկոյան շատ լավ ժամանակ են անցկացնում, խաղում են, միասին սովորում են, չէ՞։ Այո։ Լավ ժամանակ անցկացնում։ Ովքեր եկան, որը հանդիպում է կարող։ Բայց ես ամենաշատը դպրոցում եմ Զվարճալիվան է դպրոցում ես անում, ապրես դու, շնորհակալություն դպրոցում, որ այդ զվարճալիքները ապահովում են ձեր համար, որ դուք լավ անցկացնեք դպրոցում, չէ՞։ Ապրեք շատ խելացի եք։ Այստեղ ունեք ծնող, որ ցանկություն եք խոսել։ Բարև ձեզ, Քարտերի տնօրինություն, սիրելի ներկաներ, ուսուցիչներ։ Ես որպես ծնող եւ ծնող խորհրդի անդամ իմ փորին երախտագիտություն եմ ուզում հայտնել մեր դպրոցի ողջ անձնակազմի տնօրինությանը։ Դուք ոչ միայն կրթում եք մեր երեխաներին, այլև սովորեցնում եք նրանց լինել ազնիվ, բարի, մարդասիրական արժեքներով լի առաջնորդող մարդիկ։ Մենք ծնողներս տեսնելով ձեր հոգատարությունը, մենք ավելի լավ ենք ճանաչում մեր երեխաներին և շնորհակալ ենք ձեզ բոլոր ծնողների անունից եմ ասում, անչափ Դպրոցի ծնողների համագործակցությունը ևս շատ կարևոր է, որպեսզի ինչ դպրոցը անում է, տանը շարունակել։ Այո։ Եվ հակառակը ծնողներից ինֆորմացիան փոխանցի դպրոցին, որպեսզի դպրոցներ ճիշտ կարողանա երեխաներին պաշտպանել։ Ամբողջ ծնողների անունից եմ շնորհակալություն ձեր հոգատարության համար։ Ապրեք շատ։ Դե հաջողություն երեխաներ։ Ձեզ ուրախ հացակուտներ եմ աղթում, մեծանալ։ Շնորհակալություն։ Մենք մի փոքր Ես դպրոցի հոգեբանն եմ, ենք սեպտեմբերին դեռ ուսումնական տարվա սկզբին Տիկին Մարտիրոսյանի մեր փոխտնօրենի հետ մասնակցեցինք տմակում կայանալիք ապահով և անվտանգ կրթական միջավայր երրորդյա դասընթացի, որից հետո ծրագիրը ըստ կանոնակարգի տեղայնացրեցինք մեր դպրոցում։ Արդյունքում մենք ունենք վստահության արժեքը, ինչի մասին աշակերտական խորհուրդը կներկայացնի։ Մենք դպրոցի աշակերտական խորհրդի անդամներ ենք, ուզում ենք խոսել մեր նախաձեռնության մասին, սա մեր հոգեբանի հետ ստեղծած վստահության արժեքն է։ Արդեն 1 տարի է, որ դպրոցում այս արկղի մեջ ուզում ենք, կարող ենք մեր ցանկությունները, դժգոհությունները եւ ինչու՞ չէ նաեւ շնորհակալությունները գրել եւ թողնել այստեղ։ Արկղը ժամանակ առ ժամանակ բաց է եւ գրությունները բովանդակության գտեր են հասցեատերել։ Մենք ազատ ենք, անվտանգ եւ ապահով։ Մեր ձայնը լսելի է դպրոցում։ Ապրեք շատ։ Ինչ հաճախականությամբ եք բացում։ Եվ շատ են լինում գրություններ ներսում, շատ են գրում երեխաները։ Հիմա էլ կան ներսում։ Եթե ցամենացած է որ անընդհատ նայել դրել եք ուր է։ Հիմնական այս թեմաներով են հիմնականում գրում։ Առանձնացրել է։ Ինչ թեմաներով են գրում հիմնականում։ Հիմնականում դպրոցի վերանորոգման մասին։ Դպրոցի վերանորոգման։ Կոնկրետ իրենց առօրյային վերաբերող հարցեր։
Շատ հեռախոսներ մի հեռախոսներից Վերել տվել եմ ճաշարանին, որովհետև դա չի Կոպլետ եք սիրում։ Ապրեք, շնորհակալություն։ Ձեզ ենք շնորհակալ։ Բարև ձեզ երեխաներ։ Լավ եք, ես սիրում նկարում եք, թե ներկում եք։ Ներկում եք, սիրում եք նկարել։ Հա, իսկ ավելի շատ մատիտներով եք սիրում, թե ներկերով ջրաներկով, գուաշով։ Ջրաներկով։ Հա, կերպարվեստի դասը սիրում եք։ Այո։ Կա ինչ-որ մեկը, որ ուզում է նկարիչ դառնա։ Այո։ Նկարիչ է։ Բոլոր նկարիչ եք ուզում դառնա։ Այո։ Բա շախմատիստ ով է ուզում դառնա, չեմպիոն աշխարհի։ Եք ուզում։ Իսկ հիմա ով է հաղթում։ Թե էլ շուտ է հաղթելու մասին խոսել։ Նոր եք սկսել։ Հա։ Կա նախորդ խաղը։ Սա երկրորդն է։ Այն մեկ ով հաղթեց։ Դու։ Որ դասանում ես սովորում, շախմատ անցնում ես, կարողանում ես խնդիրները լուծես տետրի մեջ, հա? Դժվար է լինում, թե հեշտ։ Դժվար։ Ինչն է ավելի հեշտ շախմատ խաղալը, թե տետրի մեջ խնդիրը լուծելը։ Ճիշտ է ասեք։ Խաղալը ավելի հեշտ է, որտեղ տեսնում ես, չի, տետրի մեջ պատկերացնես, որ խնդիրը կարողանաս լուծես։ Բայց կարող եք տետրի մեջ նկարած խնդիրը շարել տախտակի վրա, գտնել լուծումը, չէ՞։ Ապրեք, ես դինոզավրից կենդանիներ եք նկարել։ Այո։ Իսկ կենդանաբանական այգում եղել եք։ Այո։ Եվ որ կենդանին է ձեզ ամենաշատը տպավորել։ Կապիկները չէ, անկածներ են այդ կապիկները։ Դուք խելոք եք։ Կրիվներ մրիվներ անում եք։ Այո։ Ինչ կոնե, մի քիչ։ Ապրեք շատ, որ դասանում եք սովորում։ Բոլորդ երրորդ եք։ Ապրեք։ Դու ոչ, դու մեծ ես։ Բոլորդ երրորդ։ Դու ո՞րն եք։ Ես տեսություն երեխաներ, լավ մնացեք, ապրեք։ Լավ եք երեխեք։ Ես ինչ սիրում բաներ եք սարքել։ Որ դասան եք դու։ Առաջին ու տախտակների վրա էլ նկարում եք։ Դուք էլ եք նկարել շատ սիրում։ Ապրեք, իսկ սրանք ինչեր են։ Կզնոցներ եք պատրաստել։ Կա ինչեր։ Հենց այնպես շարել եք պարանների վրա։ Բա գույները օրինաչափություններով եք շարել։ Օրինակ ինչ օրինաչափությունով։ Մի գույնով եք հավաքել, մի նման պատկեր եք հավաքել, հա։ Իսկ ինչ պատկերներ կա այդտեղ։ Գլան, ոսրով։ Ինչ եք ասել դեշկաններ։ Ինչ եք ասել։ Հայ դա ինչ է։ Քառակուսի է, բայց որ մի քանի քառակուսիա գիտես ինչ է դա։ Խորանաց։ Շրջանակ է գունդա դա։ Առաջին եք դու։ Ուղղակի նկարել են։ Ապրեք շատ հետաքրքիր չեն ասում, արտիցիան մեջ չեն ասում։ Հələ տեսնեմ։ Անջարանն է։ Էս իրա տունն է։ Էդ ինչքան շատ սիրուն ամպեր եք նկարել։ Սա իրա ննջասենյակն է նկարել։ Նկարել անտառն է նկարել, ապրես, բա դու էլ ամպեր ես նկարել։ Անձրև է գալու։ Էդ քո ամպերից։ Ապրես շատ։ Ծխնելուզից է հետո։ Դու եք հո տունն ապրեք, շատ կոլացի է։ Դες տեսություն երեխաներ։ Մատու որ դասան։ Դուք եք նկարել, դուք գունավոր եք նկարել։ Ապրեք, դուք ինչ սիրում, դուք եք տուն նկարել, դուք ինչ եք, դու նավ ես նկարել։ Հա, ուզում ես նավ նստել։ Հա, ուզում ես ծով գնալ նավ նստել։ Դրա համար ես նավ նկարել։ Ոչինչ նստի, բա դու ինչ ես նկարել, հələ տեսնեմ, դու տուն, բա դու, էդ ինչ է։ Տուն էլի։ Բա դու։ Տուն։ Դու։ Ոստղե։ Գիշեր է։ Դու սիրում ես գիշերը աստղերին նայել։ Իսկ
Իսկ գիտես, որ այդպիսի մասնագիտություն կա, որ մարդիկ աստղագետ են դառնում, ուսումնասիրում են երկինք հասցել։ Կարող է դու աստղագետ դառնաս։ Հա։ Ապրեք շատ։ Շատ սիրուն եք նկարել։ Այս ինչ եք անում։ Իսկ որ դասարան է։ Այս քո տեղը մի քիչ արև է, ոնց որ դու արև, ինքը կարող ես կապույտ երկինք ես նկարում։ Բայց մեր մոտ ինչ-որ հաճախ անձրև է ոնց որ գալիս, հազիվ դարձավ կապույտ մեր երկինքը, չէ՞։ Իսկ նկարել սիրում եք տղաներ, թե սպորտ եք ավելի շատ սիրում։ Սպորտ։ Ինչ եք սիրում։ Նկարել։ Ինչ սպորտ եք սիրում, ինչ եք սիրում խաղալ։ Ֆուտբոլ։ Ապրեք։ Դե լավ մնացեք, ստեսություն։ Դուք եք նկարել սիրում։ Որ դասարան եք։ Դուք եք տուն նկարել։ Իսկ ձեզ ասել են տուն նկարեք, թե բոլորը որոշել եք տուն նկարեք։ Բոլորը տուն եք որոշել։ Այնե ծխնելուզն ես արել։ Իսկ ես ովքեր են։ Երեք քո քույրիկներն են, քույրիկներ հորինել ես դա։ Իսկ դու քույրիկ ունես։ Քանիս է։ Մեկ։ Չէ, քանի հատ քույրիկ ունես։ Մի հատ քույրիկ ունես, բայց դե մի հատ էլ ավել ես նկարել, երկու քույրիկ կա։ Հա։ Տաս մամային նկարած։ Ապրեք։ Բարեք ձեզերը թողջան։ Դուք որ դասարան եք։ Որով ես սիրուն ես նկարել։ Ես ինչ ես նկարել։ Չեք ես նկարել, բայց ինչ հագուհի լինի մի տեսակ։ Գլխին էլ Հայաստանի դրոշը։ Դուք եք տուն նկարել, դու էլ եկեղեցի ես ոնց որ նկարել։ Սիրում ես եկեղեցի գնալ։ Դու էլ ես եկեղեցի նկարում։ Հա։ Քեզ այնց է սովորել, դու նկարել ես, նայում ես նկարում, հա։ Քո ընկերն է։ Դե ընկերները որ մի բան իմանում են, մյուսներին սովորացնում են, չէ՞, ընկերոջը։ Ապրեք շատ։ Տեստեսություն։ Հարգարժան տիկին փոխնախարար, պատվավոր հյուրեր, սիրելի ներկաններ։ Այսօր մեծ սիրով ողջունում ենք ձեզ անվտանգ եւ ապահով կրթական միջավայրը կրող խորագրով պատրաստված միջոցառմանը։ Այս լուսավոր դահլիճում ուզում ենք ձեզ ներկայացնել 2025-2026 ուսումնական տարվա մեր հաշվետու համերգից մի հատված։ Ինչպես պարույր Սևակն է ասել, երգում եմ ես, որովհետև սիրտ ունեմ։ Երգում եմ ես, որովհետև սիրում եմ։ Եվ աշխարհում, քանի դեռ երգ կա հնչող, մարդը իրեն երբեք մենակ չի զգա։ Այս տողերը հենց այնպես չի ասված։ Երաժշտության բնագավառը դա այն բնագավառն է, որ հոգին խոսում է, ապրեցնում եւ ապրում։ Այստեղ յուրաքանչյուր ներկայացվելիք աշխատանք կատարում դա ամիսների քրտնաջան աշխատանքի արդյունք է։ Ջանք ու եռանդ է ներդրված, որի սիրո արդյունքում ծնվել է հետևյալ կատարումները։ Այժմ ելույթ կունենա բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի երաժշտական թիվ 13 մասնագիտացված դպրոցի փողային նվագախումբը, գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Տիգրան Լալայան։ Ջոն Վինսոն, Քայլ երգ, Սանկտ Պետերբուրգ։
Իտալական ժողովրդական երգ Բելլա Չաո։ Բրոտանական Deep Purple ռոք խմբի նվագակցանկից Smoke on the Water ստեղծագործությունը, գործիքավորումը Փոլ Մարթայի և Պաբլո Բերտրան Ռուիս Sway։
Իսկ այժմ նվագախմբին կմիանա դպրոցի նորաստեղծ երգչախումբը։ Ղեկավար Կատարինե Հովանիսյան, կոնցերտմայստեր Միլենա Սարուխանյան, Զարա Սարիբեկյան, երգ խաղաղության։ Հարգելի ներկաներ, շնորհակալություն այս ջերմ մթնոլորտը մեզ հետ կիսելու համար։ Թող երգն ու երաժշտությունը ուղեկից լինեն մեզ, մեր կյանքին։ Ապրենք խաղաղությամբ։ Անդրների տպավորությունների ստացան, գրկում եմ ամեն մեկի առանձին ու շատ շնորհակալություն ես գեղեցիկ կատարումների համար, շնորհակալություն։ Ապրեք շատ։ Ձեզ հաջողություններ իմացա, որ 12-րդ դասարանցիներ կան, որոնք դիմում են նաև կոնսերվատորիա, հաջողություններ, լավ քննությունները հանձնեք ու ինչ երազանքներ ունեք կարողանաք իրականացնել, մյուսներն էլ հաջորդաբար։ Շնորհակալություն շատ։ Ձեզ շատ շնորհակալություն ես ամեն անգամ, ամեն տարի այս հաճելի պահերը պարգևելու և ձեր կատարած աշխատանքը ցույց տալու համար։ Շնորհակալություն շատ։